Չեխիայի ամենահայտնի սիմվոլներից մեկը՝ Պրահայի դղյակը։ Մի քանի տասնյակ դարերի ընթացքում այն եղել է եվրոպական հանրահայտ թագավորական տոհմերի նստավայր կամ էլ աքսորատեղի։ Նախորդ դարի 30-ականների վերջին ֆաշիստական Գերմանիայի գեներալները Չեխիան զավթելուց հետո այստեղից էին հիանում գրաված քաղաքի տեսարանով։ Խորհրդային ժամանակահատվածում ֆաշիստներին փոխարինեցին կոմունիստները։ 21-րդ դարի սկզբին նոր դեմոկրատական ուղի, նոր առաջնայնություններ։ Պրահայի դղյակը հազարամյակի առաջին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցներին ողջունում էր հսկայական նեոնե սրտով։ Գիշերն այն երևում էր ամբողջ քաղաքից։ Հյուրընկալությունը թերևս ուղեկցված էր անվտանգության ոչ պակաս աննախադեպ միջոցառումներով։ Ոտքի էին հանված ամբողջ երկրի ոստիկանական ուժերը, երկինքը Պրահայի վերևում հսկում էին չեխական ուղղաթիռներն ու 15 ամերիկյան ռազմական օդանավեր։ Առանց հատուկ զննման չէր կարելի մտնել նաև Պրահայի կոնգրես կենտրոն, ուր նոյեմբերի 21-ից 22-ը ընթանում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը։ Հենց այս կենտրոնում էլ նոյեմբերի 21-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ 2 ժամ տևած բանակցություններից հետո կարճ հայտարարություն մամուլի համար։ Կտրուկ առաջընթաց չկա, սակայն հանդիպման գնահատականը դրական է։ Առջևում նախագահական ընտրություններ են և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է դառնա նախընտրական շարժումների թեմա։ Հայաստանի նախագահի հետ Հեյդար Ալիևը համամիտ էր։ Я положительно оцениваю состоявшийся разговор. Не могу говорить о том, что мы достигли конкретных результатов, но я просто убежден, что небольшой шаг все-таки в правильном направлении мы делаем. С каждой встречи эти шаги прибавляются. Какой будет результат, время покажет. Время довольно сложное в данной ситуации. И в Армении идут выборы, и в Азербайджане будут выборы. Мы должны также сделать все, чтобы урегулирование такой важной проблемы, как Нагорно-Карабахская, не стало бы заложником предвыборных настроений, предвыборных каких-то мотиваций. Поэтому в этом плане конфиденциальность этих переговоров, особенно в этот период, я думаю, просто необходима. Спасибо вам. Мы каждый раз, встречаясь, убеждаемся в том, что это лучше, чем не встречаться. Хотя желаемого мы пока еще не можем достичь. Но тем не менее, проблема, вы знаете, чрезвычайно сложная. Для решения этой проблемы мобилизованы минские группы ОБСЕ. Мы только что встретились с сопредседателем минских групп, и они занимаются этим активно. Потом мы сейчас ввели новый в этом отношении элемент, когда представители президентов Армении и Азербайджана периодически встречаются. Все это в комплексе направлено на то, что найти решение вопроса регулирования конфликта мирным путем. Հաջորդ օրը, սակայն Եվրատլանտյան համագործակցության խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահը առիթը բաց չթողեց շեշտելու գրաված տարածքների և իր երկրի վտանգված տարածքային ամբողջականության մասին։ Քանի դեռ ուշ չէ, միջազգային հանրությունը պետք է փորձի լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով, հօգուտ Ադրբեջանի, ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները ընդունվեցին հանգիստ։ Հայաստանի նախագահը կարևորեց ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների զարգացումն ու հավաստեց մեր երկրի պատրաստակամությունը համագործակցելու դաշինքի հետ։ Իսկ Վրաստանի նախագահ Շևարդնաձեն Եվրատլանտյան համագործակցության խորհրդի նիստին արդեն պաշտոնապես բարձրաձայնեց իր երկրի ցանկությունը անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին։ Բոլոր ելույթներից հետո ընդունվեց համատեղ հռչակագիր։ 7 էջանոց փաթաթղթում ՆԱՏՕ անդամ 19 և գործընկեր 27 պետությունների ներկայացուցիչները պարտավորվեցին համատեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ և պաշտպանել դեմոկրատական ընդհանուր արժեքները։ ՆԱՏՕ-ն շարունակելու է նաև ընդլայնման քաղաքականությունը։ Ցանկացողները կարող են միանալ, սա դաշինքի խորագիրն է։ Չեխիայի ամենահայտնի սիմվոլներից մեկը՝ Պրահայի դղյակը։ Մի քանի տասնյակ դարերի ընթացքում այն եղել է եվրոպական հանրահայտ թագավորական տոհմերի նստավայր կամ էլ աքսորատեղի։ Նախորդ դարի 30-ականների վերջին ֆաշիստական Գերմանիայի գեներալները Չեխիան զավթելուց հետո այստեղից էին հիանում գրաված քաղաքի տեսարանով։ Խորհրդային ժամանակահատվածում ֆաշիստներին փոխարինեցին կոմունիստները։
21-րդ դարի սկզբին նոր դեմոկրատական ուղի, նոր առաջնայնություններ։ Պրահայի դղյակը հազարամյակի առաջին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցներին ողջունում էր հսկայական նեոնե սրտով։ Գիշերն այն երևում էր ամբողջ քաղաքից։ Հյուրընկալությունը թերևս ուղեկցված էր անվտանգության ոչ պակաս աննախադեպ միջոցառումներով։ Ոտքի էին հանված ամբողջ երկրի ոստիկանական ուժերը, երկինքը Պրահայի վերևում հսկում էին չեխական ուղղաթիռներն ու 15 ամերիկյան ռազմական օդանավեր։ Առանց հատուկ զննման չէր կարելի մտնել նաև Պրահայի կոնգրես կենտրոն, ուր նոյեմբերի 21-ից 22-ը ընթանում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը։ Հենց այս կենտրոնում էլ նոյեմբերի 21-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ 2 ժամ տևած բանակցություններից հետո կարճ հայտարարություն մամուլի համար։ Կտրուկ առաջընթաց չկա, սակայն հանդիպման գնահատականը դրական է։ Առջևում նախագահական ընտրություններ են և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է դառնա նախընտրական շարժումների թեմա։ Հայաստանի նախագահի հետ Հեյդար Ալիևը համամիտ էր։ Я положительно оцениваю состоявшийся разговор. Не могу говорить о том, что мы достигли конкретных результатов, но я просто убежден, что небольшой шаг все-таки в правильном направлении мы делаем. С каждой встречи эти шаги прибавляются. Какой будет результат, но время покажет. Время довольно сложное в данной ситуации. И в Армении идут выборы, и в Азербайджане будут выборы. Мы должны также сделать все, чтобы урегулирование такой важной проблемы, как Нагорно-Карабахская, не стало бы заложником предвыборных настроений, предвыборных каких-то мотиваций. Поэтому в этом плане конфиденциальность этих переговоров, особенно в этот период, я думаю, просто необходима. Спасибо вам. Мы каждый раз, встречаясь, убеждаемся в том, что это лучше, чем не встречаться. Хотя желаемого мы пока еще не можем достичь. Но тем не менее, проблема, вы знаете, чрезвычайно сложная. Для решения этой проблемы мобилизованы минские группы ОБСЕ. Мы только что встретились с сопредседателем минских групп, и они занимаются этим активно. Потом мы сейчас ввели новый в этом отношении элемент, когда представители президентов Армении и Азербайджана периодически встречаются. Все это в комплексе направлено на то, что найти решение вопроса регулирования конфликта мирным путем. Հաջորդ օրը, սակայն Եվրատլանտյան համագործակցության խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահը առիթը բաց չթողեց շեշտելու գրաված տարածքների և իր երկրի վտանգված տարածքային ամբողջականության մասին։ Քանի դեռ ուշ չէ, միջազգային հանրությունը պետք է փորձի լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով, հօգուտ Ադրբեջանի, ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները ընդունվեցին հանգիստ։ Հայաստանի նախագահը կարևորեց ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների զարգացումն ու հավաստեց մեր երկրի պատրաստակամությունը համագործակցելու դաշինքի հետ։ Իսկ Վրաստանի նախագահ Շևարդնաձեն Եվրատլանտյան համագործակցության խորհրդի նիստին արդեն պաշտոնապես բարձրաձայնեց իր երկրի ցանկությունը անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին։ Բոլոր ելույթներից հետո ընդունվեց համատեղ հռչակագիր։ 7 էջանոց փաթաթղթում ՆԱՏՕ անդամ 19 և գործընկեր 27 պետությունների ներկայացուցիչները պարտավորվեցին համատեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ և պաշտպանել դեմոկրատական ընդհանուր արժեքները։ ՆԱՏՕ-ն շարունակելու է նաև ընդլայնման քաղաքականությունը։ Ցանկացողները կարող են միանալ, սա դաշինքի խորագիրն է։